Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում սեղանը զարդարված է միջինքի գաթաներով, պահոց ուտեստներով։ Միջինքը մեծ պահքը կիսող 24-րդ օրն է, այս տարի այն նշվեց մարտի 26-ին։ Պահոց ուտելիքներով, միջինքի գաթաներով սեղան են գցել Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները։ Թեմի առաջնորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանի աղոթքից օրհնության խոսքից հետո գաթան կիսեցին։ Միայն թե գաթայի մեջ ոչ թե մետաղադրամ են դրել, այլ փայլաթիթեղով փաթեթավորված օրհնած խաչ, որպեսզի ում որ բաժին ընկնի, տարվա ընթացքում հաջողությունների պակաս չունենա։ Միջինքը իր մեջ հոգևոր պարունակություն չունի, ուղղակի պահքը կիսում է եւ մի նոր հանգրվան է սկսում պահպանողների համար, իսկ միջինքը ազգային շատ գեղեցիկ սովորություններ ունի, որ ընտանեկան միջոցառում է դա եղել, հավաքվել են ընտանիքներով, միջինքի գաթա են թխել, բայց պահոց, որովհետեւ պահքը չի ընդհատվում, պահոց գաթա են թխել։ Հնում եղած սովորությունների համաձայն միջինքի օրը այցելում են նշանված երիտասարդներ ունեցող ընտանիքներին։ Ավանդույթը պահպանելով Նավասարդ Սրբազանը օրհնեց թեմի երիտասարդաց միության նշանված զույգերին։ Անի Ղուկասյանն ու Հայասա Այվազյանը հանդիպել են երիտասարդաց միությունների հավաքների ժամանակ։ 2012 թվականին կրտվել եմ Սուրբ Հռիփսիմեում, հետո ես Արմավրի մարզից եմ, Ջանֆիդեգյուղից եմ, ճիշտ ասած։ Զորավոր միությունում հետո եկել Երևանում աշխատելու, Զորավոր միության անդամ եմ եղել։ Ուխտագնացությունների ժամանակ ծանոթացել ենք Անի հետ։ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի երգչախմբի խմբավար Գրիգոր Հարությունյանը ղեկավարում է նաև Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախումբը։ Այս անգամ միջինքի միջոցառմանը նաև քոլեջի ժողգործիկների նվագախումբն էր մասնակցում։ Սա հրաշալի միջոց է թե երիտասարդներին ընդգրկվելու ուրեմն ազգային տոնախմբությանը եւ թե իմոտո ծանոթ լինելու հայ եկեղեցու ծիսակարգերին։ Մենք նույնիսկ ծրագիր արեցինք հայ հոգևոր երաժշտության քոլեջում հենց Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում երգչախմբով հայ հոգևոր երաժշտություն բացառապես 14 ստեղծագործությունից բաղկացած 5-ից մինչև 12-րդ դարերի ստեղծագործություններ, որոնք նրանք կատարեցին մեծ սիրով, եւ սա մի կամուրջ է կարծեք ստեղծված եկեղեցի եւ ուրեմն ուսումնական հաստատություն կապ։ Թեմի երիտասարդները հայկական ազգային պարեր պարեցին, կատարումներով ներկայացան շնորհալի երիտասարդներ։ Միջինքը հիշեցնում է, որ մեծ պահքը հասել է իր կեսին եւ որ մինչեւ Հիսուսի հրաշափառ հարությունը Սուրբ Զատիկը մնացել է 24 օր։ Մինչ այդ դեռևս խոկումի, ինքնակնության, զղջումի ու ապաշխարության օրեր են։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը հայ առաքելական եկեղեցին այս տարի կնշի ապրիլի 20-ին։ Աննա Թամրազյան, Վռամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։ Միջինքով կիսվում է մեծ պահքի 48-օրյա ընթացքը։ Շատերը կարծում են, թե այսօրը կարելի է խախտել սննդային պահեցողությունը։ Իրականում միջինքն ընդամենը կարճ հանգրվան է պահեցողության անցած եւ հաջորդող օրերի մասին, մտորելու հոգեվոր վարքը կենցաղը վերանայելու համար։ Այս ճանապարհի մեջ սննդային պահեցողությունը գալիս է որպեսզի օգնի մեզ մեր մարմինը տկարացնելու ճանապարհով, որպեսզի մենք կարողանանք մեր հոգին զորացնել եւ կարողանանք հաղթահարել բոլոր չար սովորույթները, վատ սովորույթները, սխալները եւ դրանով իսկ վերագտնելու մեր կորսրածը, Աստծո պատկերն ու նմանությունը։ Ի տարբերություն մեծ պահքի մյուս շաբաթների, միջինքի եկեղեցական արարողություններն ավելի քիչ են։ Շատ են օրվա հետ կապված ժողովրդական սովորությունները։ Մասնավորապես երեկոյան ժամերգությունից հետո մարդիկ հավաքվում են ընթրիքի սեղանի շուրջը, կիսում բաղարջ հացը։ Այսօր թխել եմ կլոր, թխված կա բլիթ, մեջ անկույզ եմ լցրել եւ մեկ հատ չամիչիկ։ Չամիչիկը
այդ նշխարն էր, որը պետք է ինչ-որ մի ընտանիքի անդամին ընկնի, բայց դեռ հələ միջև վերջ չենք կերե, ես ու տղաս ու դեռ չգիտենք ում հաջողությունն է այս տարի ժպտալով։ Քրիստոնյայի համար շատ կարևոր է, որ իր սրտի մեջ, իր հոգու մեջ վերագտնի Աստծուն։ Եվ միայն Աստծո հետ ապրելով է, Աստծո հետ հաշտվելով է եւ Աստծո օրհնության մեջ ապրելով է, որ մարդը կարող է հաջողություն ունենալ այս կյանքում։ Հատկապես հնում ոչ միայն միջինքը, այլ նաև եկեղեցական շատ այլ տոներ են շարունակվել ժողովրդական երկու պարով։ Երեկոյան ժամերգության ավարտին Սուրբ Աննա եւ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների բակում ելույթ ունեցավ Շուշիկի բենդը։ Հնչեցին ժողովրդական երգեր, իմացողները ձայնակցեցին, չիմացողները սովորեցին խմբից։ Պահքի շրջանում չգիտեմ մեր ժողովրդի մեջ ինչքանով է ընդունված եղել ամբողջ ընթացքում երկու պարը ակտիվ պահել, բայց գոնե միջինքին, երբ որ կոպեկով գաթանել թխել են ու հաստատ հավաքվել են միասին այդ պահը ֆիքսելու, որ կիսվեց պահքը, մտածեցինք, որ չի խանգարի երկով պարով հավաքվելը։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, եկեղեցական կյանք։ Զինված ուժերի հոգևոր առաջնորդության Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում այս օրերին ընթանում են շինարարական լայնածավալ աշխատանքներ։ Մայրաթորի ճարտարապետական բաժինը համապատասխան պետական կառույցների հետ համատեղ նախապես քննարկել է աշխատանքի ծավալն ու անելիքները։ Ամբողջությամբ կնորոգվի եկեղեցու տանիքը, կկատարվեն հիմքի եւ պատերի ամրակայման աշխատանքներ, որից հետո միայն կանցնեն ներքին հարդարման աշխատանքներին։ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին 2019 թվականին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ անջատվել է Արարատյան հայրապետական թեմից եւ տրամադրվել է զինված ուժերի հոգեվոր առաջնորդությանը բանակի հոգեվոր կարիքները հոգալու համար, զինծառայողների հոգեվոր խնամքը ապահովելու համար, որպես զինված ուժերի հոգեվոր առաջնորդության առաջնորդանիստ եկեղեցի։ Եվ ժամանակին զինված ուժերի հոգեվոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ջանքերով սկսվել են եկեղեցու վերանորոգման, նախագծման աշխատանքները եւ 2024 թվականին էլ ըստ հաստատված նախագծի թե Նորին Սրբության կողմից եւ թե մշակույթի նախարարության կողմից վերանորոգման աշխատանքները սկսվել են պաշտպանության նախարարության կողմից եւ վերահսկողությամբ եւ միջոցներով։ Հյուսիսային լանջը նախնական աշխատանքները կատարված են, ներկապային գտնվում ենք հարավային լանջի վրա։ Այստեղ նախատեսվում է մաքրել, առանձնացնել վնասված շաղախի շերտը, հեռացնել տանիքից, դրանց ձեռք չենք տալու, մնալու են այսպես թեթևության համար ու իր պատմական այդ վիճակները պահպանելու համար։ Խարամի շերտից հետո իրականացնելու ենք երկաթ բետոնյա ծածկ, որից հետո պղնձե թիթեղով պատելու ենք ամբողջ տանիքը։ Հնում շինարարները կարասներ տեղադրելով եկեղեցական շինությունների ծածկի տակ շաղախի մեջ դատարկություններ էին առաջացնում թեթևացնելու համար թաղերի վրա ընկնող ծանրությունն ու ապահովելու ձայնի հնչեղությունը։ Դատարկվեց հեղենով այս շերտը նույնությամբ կպահպանվի, նաև կբացվեն հնամյա հսկա օդատարները, որոնք ժամանակին ապահովել են շինության օդափոխությունը։ Այս դարի բոլոր եկեղեցիները նաև ունեն օդատարներ, մեր եկեղեցիները այդ տեսակ չեն կառուցվել էլի, որ օդափոխության համակարգման չեն ունեցել, ամեն ինչ էլ ունեցել են, այդ հետո ժամանակի ընթացքում չիմանալու, չհասկանալու պատճառով փակվել են, որ բարձացան վերև հսկա օդատարներ ունեն, մեջով մարդիկ են անցնում։ Հիմա մենք պետք է նաև աշխատացնենք այդ օդատարները, որպեսզի կարողանանք խուսափենք եկեղեցու ներսում այդ թաղերի կոնդենսատից եւ բացի այդ էլ նաև օդափոխություն կկազմակերպենք, որ որմնանկարները քիչ փչանան։
Քանաքեռի հնագույն պատմամշակութային կոթողներից է այս եկեղեցին արևմտյան մուտքի ճակատային արձանագրության համաձայն սրբավայրը կառուցվել է 1695 թվականին վաճառականների միջոցներով Խոջա Աղաջանի վերակացությամբ։ Ըստ Զաքարիա Սարգսակի փոխանցած սակավ տեղեկությունների եկեղեցին պատկանել է Քանաքեռի փոքրաթիվ միաբանությանը եւ եղել է վանական համալիր։ Այդ մասին վկայում են նաեւ հնամենի պարիսպների հետքերը։ Տեղում ժամանակին հավանաբար մեկ ուրիշ կառույց է եղել, որտեղ տեսնում եք ինքը նախագավիթ է ունեցել, օրինակ Գայանե վանքի պես հեսա, տեսեք պահպանվել են կամարների հատվածները։ Երանա բազիլիկ եկեղեցի է, իհարկե քարով, սյուներով, ամեն ինչով, եւ ներսում էլ կան շատ լավ որմնանկարներ։ Եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 2012-ից 16 թվականներին բարերար Արթուր Սիմոնյանի ջանքերով տանիքում է վերանորոգում կատարվել եւ եկեղեցու ներսում բարեկարգվել է եւ տեսնում եք եկեղեցում որմնանկարներ, այդ որմնանկարներն են բացվել։ Խորհրդային տարիներին եկեղեցին ծխախոտի պահեստ է եղել եւ հաստ գրաշերտը մարդկային աչքից թաքցրել է պատերի մեջ ագուցված 50-ից ավելի արժեքավոր խաչքարերն ու որմնանկարները, որոնց տարիքը եւ հեղինակներն անհայտ են մինչ օրս։ 2019-ից ամեն կիրակի եւ տոնորերին այստեղ պատարակ են մատուցում գնդերեցները։ Հավատացյալները գոտ է պնդվում են զինվորի հետ միասին մեր բանակում ծառայող հոգևորականների զորավոր աղոթքից եւ լիահույս են, որ շուտով հիմնովին նորոգված կտեսնեն նվիրական սրբավայրը։ Լիաննա Չիչակյան, Վրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։ Արագածոտնի թեմի երիտասարդաց միություններն արդեն երկրորդ տարին է մեծ պահքն անցկացնում են պատարակներին կամ ժամերգություններին միասնական մասնակցությամբ, որից հետո զրուցում են տարբեր հարցերի մասին։ Տեր Փառենն ասում է, որ պատանիների եւ երիտասարդների իրեն ուղղված հարցերը հատկապես պահքի շրջանում շատ են։ Ամենակարևոր հանգամանքներից մեկն այն է, որ իրենց հարցը չեն ուղղում ուրիշ մեկի, իրենք իրենց հարց ուղղում են իրենց հոգևորականին եւ իրենք իրենց հարցի պատասխան ակնկալում են հենց հոգևորականից, այլ աղբյուր չեն փնտրում, իրենց աղբյուրը, մաքուր աղբյուրը եկեղեցին է։ Այս անգամ երիտասարդները Լուսագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում էին մասնակցում երեկոյան ժամերգությանը։ Ոմանք վաղուց են երիտասարդաց միությունների կազմում, մյուսները նոր են սկսում հաճախել։ Ավելի շատ սկսեցին պահքի ընթացքում կարդալ Աստվածաշունչը, այն ժամանակ կարդում էի, բայց շատ քիչ, իսկ հիմա ժամանակը շատ եմ տրամադրել, որ կարդամ։ Թեմակալ առաջնորդի Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի օրհնությամբ թեմում 19 երիտասարդաց միություն է գործում, որոնցում ընդգրկված են շուրջ 350 երիտասարդներ եւ պատանիներ։ Երիտասարդաց միությունը ակտիվ է, ծրագրեր են իրականացնում տարաբնույթ, թե հոգևոր, թե սոցիալական, թե կրթական։ Այս պահին երիտասարդաց միության ծրագիրը, որը իրականացնում ենք, այս ամենաշաբաթյա հանդիպումներն են տեղական երիտասարդաց միությունների հետ։ Առաջիկայում նախատեսում ենք վիկտորինաներ, ճամբարներ։ Չերկմտել, հաստատուն մնալ հավատի մեջ։ Այս խորհուրդը տվեց Տեր Հայրը երիտասարդներին, հիշեցնելով Սուրբ գրային պատմությունը։ Երբ որ Մովսեսը կանգնեց իր ժողովրդի հետ Կարմիր ծովի առջև, դիմացը Կարմիր ծովն էր, իսկ թիկունքում Փարավոնի զորքն էր, բայց չերկմտեցին եւ հասան Ավետիաց երկրին։ Մենք էլ խնդրում ենք, հորդորում ենք, խորհուրդ ենք տալիս մեր ընկերներին, երիտասարդներին եւ պատանիներին երբեք չհուսահատվել, որովհետեւ ամեն մի դժվարություն մենք ընդունում ենք իբրև մի խաչ, իսկ գիտենք, որ Աստված մեր ուժերի եւ կարողությունների շատ ավել խաչ մեզ չի տալու։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, եկեղեցական կյանք։ Տաշտը լիգը հացավինի, տոնըտ լիգը բալալինի, աշխարհքս թող խաղաղ լինի, Աստծո օրհնանքը քեզ հալալ լինի։ Հիշել ժողովրդական օրհնանքներ եւ ասացվածքներ։ Այսպիսի հանձնարարություն էր տրված արցախցի տարեցներին, որոնք ներգրավված են աջակցության սրճարան արցախցի տարեցների համար ծրագրում։ Ծրագիրն իրականացնում է Ալցհեյմերի խնամք Հայաստան կազմակերպությունը հայկական բարեգործական ընդհանուր միության ֆինանսավորմամբ։
Այժմ մենք ունենք տարեցների համար նոր նախաձեռնություն, հոգեբանական աջակցության ծրագիր է, որտեղ տարեցները գալիս են եւ հատուկ դասընթացավարների միջոցով կարողանում են իրենց այն հոգեբանական խնդիրները, որի հետ առնչվում են այս ծանր օրերին, հաղթահարել։ Աջակցության սրճարան ծրագիրն իրականացվում է Երևանում եւ Գյումրիում։ Նպատակը բռնի տեղահանված 60 եւ բարձր տարիքի արցախցի տարեցներին հոգեսոցիալական աջակցություն տրամադրելն է։ 12 շաբաթյա ծրագրի ընթացքում բազմամասնագիտական թիմ է աշխատում նրանց հետ։ Խմբային միջավայրում երաժշտության, արտ-թերապիայի, ֆիզիկական վարժությունների միջոցով մասնագետները փորձում են բարելավել տարեց արցախցիների հոգեկան առողջությունը, բարձրացնել ինքնավստահությունը եւ նպաստել նրանց սոցիալիզացմանը։ Երևանում 30 տարեց է մասնակցում ծրագրին։ Մինչև ծրագրին մասնակցելը Արցախի տարեցները անցել են գնահատում դեպրեսիայի, ֆիզիկական ակտիվության, հիշողության, կոգնիտիվ ֆունկցիաների։ Նրանք հետազոտություն անցնելու են նաև ծրագրի ավարտին, որպեսզի մենք տեսնենք, որ այս ծրագրի իրենց մասնակցությունը փոխում է իրենց կյանքը, փոխում է մտածելակերպը, որտեղ շատերը այդ ամենից հետո չեն կարողանում իրենց գտնել, իսկ այս վարժությունները, որ նրանք անում են, շփումները իրենց հետ, իրենց սիրելի բարբառով, էականորեն փոխում են մարդկանց վիճակը, հոգեվիճակը, աստիճանաբար իրենց հետ աշխատելով, հուզական բանականությունը զարգացնելով, շեշտը դնում են ճկունության վրա, որպեսզի իրենք կարողանան ավելի ապրել այստեղ եւ հիմա տեսնելով այսօրվա կյանքի գեղեցկությունը։ Բնակչության դեմոգրաֆիկ անցումը դեպի ծերացող հասարակություն մեծ խնդիրներ է ստեղծում պետության համար, որոնց լուծման համար միայն պետության հնարավորությունները բավարար չեն, ասում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչը, ռիսկային խմբում առանձնացնելով մասնավորապես արցախցի տարեցներին։ Այդ է պատճառը, որ պետությունը նաև պետք է ուղղի իր ջանքերը այս մարդկանց սոցիալիզացիան ապահովելու նպատակով, որտեղ լինելով սոցիալիզացված նրանք էլ ավելի հեշտ կարող են հաղթահարել իրենց առկա խնդիրները։ Նոր նվիրատվությունների պարագայում ծրագիրը շարունակական կլինի, ասում են ծրագրի պատասխանատուները։ Սոնա Խաչատրյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։